Ջոն Բիվեր Սուրբ հոգի Գլուխ 4 Զորացված հոգով Օր առաջին Մտովի պատկերացրեք միջնադարյան թագավորի Փորձեք տեսնել այն միջավայրը, որտեղ նա ապրում էր Ամրոցը և աշտարակները ասպետներին և արքունական տիկնանց նրա պատերազմները, նրա թագավորությունը և փառքը Հաճախ համարվում էր, որ թագավորի դիրքը և տոհմը սահմանված էին Աստծո կողմից, այնպես որ ենթակաները մեծ երկյուղացություն էին տածում թագավորների հանդեպ և նրանք ապրում էին հարստության մեջ։ Թագավորի խոսքը օրենք էր, նրա որոշումները վերջնական էին։ Լավ թագավորը հասկանում էր, որ պարտավոր էր պաշտպանել իր թագավորության սահմաններում ապրող մարդկանց։ Նա նույնպես պետք է պաշտպաներ թագավորության շահերը, ընդլայնելով իր երկրի սահմանները և ձեռք բերելով հավելյալ ռեսուրսներ։ Այս պաշտոնը անասելի պատասխանատվություն էր ենթադրում և հետևաբար թագավորին տրվում էր հսկայական, իսկ երբեմն նույնիսկ լիակատար իշխանություն։ Հիշեք, ես չեմ խոսում ձևական ղեկավարների մասին, որոնք բնորոշ են մեր ժամանակաշրջանին, երբ ժողովրդավարական և հանրապետական համակարգերը կառավարության ամենատարածված ձևերն են։ Ես խոսում եմ բացարձակ մենիշխանության մասին։ Այժմ պատկերացրեք, որ նման թագավորը մերժում է այն իշխանությունը, որը տրվել է իր դիրքի հետ, կամ լիովին անտեղյակ է այդ մասին։ Ինչ կկատարվի նրա թագավորության հետ։ Շուտով թշնամիները կգրավեն երկիրը, կստրկացնեն բնակիչներին և կտիրանան երկրի բոլոր ռեսուրսներին։ Բավական չէ, որ թագավորը պարզապես զբաղեցնի իր դիրքը, այսինքն ընդամենը շքեղ կյանք վայելի իր պալատում։ Նա պետք է կատարի թագավորի պարտականությունները, որոնք հնարավոր է իրականացնել միայն իր զբաղեցրած դիրքին հատուկ իշխանությամբ։ Թագավորի զբաղեցրած դիրքն անարդյունավետ է, եթե նա չի օգտագործում այն իշխանությունը, որը տրվել է իրեն այդ դիրքի հետ։ Որպես Աստծո զավակներ մենք դարձել ենք ժառանգակիցներ Քրիստոսի հետ։ Հռոմեացիների թղթում գրված է. «Եվ քանի որ մենք նրա զավակներն ենք, մենք նրա ժառանգներն ենք։ Իրականում մենք Աստծո փառքի ժառանգներն ենք Քրիստոսի հետ միասին»։ Հռոմեացիների 8:17 New Living թարգմանությունից։ Այս դիրքի մասին պարզորեն գրված է նաև Եփեսացիների 2:6-ում։ Աստված նրա հետ մեզ հարություն տվեց և նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսում։ Մենք նոր դիրք ենք զբաղեցրել Քրիստոսի մեջ և նրա միջոցով։ Մենք այլևս այս աշխարհի զավակները չենք, այլ թագավորական ընտանիքի անդամներ և ժառանգներ երկնքի թագավորության մեջ։ Որպես այս թագավորության ժառանգներ մենք պատասխանատու ենք մեր Տիրոջ առաքելությունն իրականացնելու համար։ Նրա նվաճած տարածքները և նրա թագավորությունը դարձել են մերը, որովհետև մենք որդեգրվեցինք ընդգրկվելով նրա տոհմի մեջ։ Ինչպիսի ցնցող ճշմարտություն։ Բայց ինչպես թագավորը մեր օրինակի մեջ, եթե մենք ցանկանում ենք արդյունավետ լինել այն դիրքում, որ ունենք Քրիստոսում, մենք պետք է հայտնաբերենք և գործադրենք այն իշխանությունը, որը տրվել է այդ դիրքի հետ։ Այս գլխում կուսումնասիրենք, թե ինչով է Աստված զորացրել մեզ, որպեսզի կատարենք մեր դերը նրա թագավորությունը տարածելու մեջ։ Պետրոսը հայտարարեց. «Դուք թագավորական քահանաներ եք, սուրբ ազգ, Աստծո սեփականությունը։ Որպես արդյունք դուք կարող եք ցույց տալ ուրիշներին Աստծո բարությունը, որովհետև նա կանչեց ձեզ խավարից իր հրաշալի լույսի մեջ»։ Պետրոսի առաջին թուղթ 2:9 New Living թարգմանությունից։ Մինչև շարունակելը կարևոր է նշել հետևյալը. դիրքը մշտապես նախորդում է զորությանը։ Մենք պետք է լինենք Քրիստոսի մեջ, մինչև կարողանանք որևէ բան անել նրա թագավորության համար։ Այն զորությունը, որն անհրաժեշտ է մեզ։ Եվ նրանց միասին ժողովված ժամանակ պատվեր էր տալիս Երուսաղեմից չհեռանալ, այլ սպասել հոր ավետիքին, որ ասաց. «Ինձնից լսեցիք»։ Որովհետև Հովհաննեսը հիրավի ջրով մկրտեց, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք ոչ թե շատ օրեր սրանից հետո։ Գործք Առաքելոց 1:4-5
Հիսուսը չառաջարկեց աշակերտներին սպասել խոստմանը և ոչ էլ խորհուրդ տվեց, որ հետևեն իր հրահանգին։ Փոխարենը նա պատվեր էր տալիս նրանց Երուսաղեմից չհեռանալ մինչև խոստման գալը։ Հիսուսը ստիպված էր այդ աստիճան կարևորել իր հրահանգը, որովհետև հոգու զորությունն էապես կարևոր էր Աստծո թագավորության ամբողջ գործի համար։ Նա գիտեր, որ աշակերտներն իր հարության բարի լուրը պատմելու մեծ ցանկություն ունեին և միգուցե չհամբերեին սպասելով Սուրբ Հոգու խոստմանը։ Գործք առաքելոցի 1:3-ում տեսնում ենք, որ նրանք օրեր անցկացրին Հիսուսի հետ, լսելով, թե ինչպես էր նա սովորեցնում Աստծո թագավորության մասին։ Աստվածաշունչը պնդում է, որ առաքյալներն ստացան նրա հարության անհերքելի ապացույցները։ Գործք առաքելոց 1:3 New King James թարգմանությունից։ Կարիք չկար համոզել նրանց, որ Հիսուսի հարությունն իրական էր, որովհետև նրանք անձամբ ականատես եղան, թե ինչպես Քրիստոսը հաղթեց մահը։ Այլ խոսքով, նրանք պատրաստ էին գործի անցնել։ Բայց Հիսուսը նայեց նրանց և ասաց. «Մի սկսեք ձեր ծառայությունը։ Մի սկսեք աշխարհով մեկ քարոզել ավետարանը, ոչ էլ եկեղեցիներ սկսեք, մինչև չհագնեք հոգու զորությունը»։ Ղուկասի ավետարան 24:49 Հեղինակի բառափոխումը։ Համաձայն Աստծո խոսքի ես հավատում եմ, որ Հիսուսը հանձնարարեց սա գրեթե 500 մարդու։ Այդ մասին կարող ես կարդալ Կորինթացիների առաջին թղթի 15:6-ում։ Բայց Գործք առաքելոց 1:15-ում տեսնում ենք, որ մարդկանց քանակը վերնատանը կրճատվել էր, հասնելով 120-ի։ Ինչ կատարվեց մնացած 380-ի հետ։ Անձամբ ես հավատում եմ, որ ամեն օր ավելի շատ մարդիկ էին հեռանում, մինչև որ 500-ից մնացին ընդամենը 120-ը։ Միգուցե այն 380-ը, ովքեր հեռացան, մտածում էին. եկեք վերադառնանք ժողովարաններ, եկեղեցիներ սկսենք և պատմենք Հիսուսի հարության հրաշալի լուրը։ Ի վերջո ճիշտ չէ վատնել նույնիսկ մեկ օր չպատմելով այս բարի լուրը։ Միայն 120-ը պատրաստակամորեն սպասեցին, ինչպես որ Տերը պատվիրել էր։ Այժմ դուք կարող եք մտածել. այո, Ջոն, իհարկե, նրանք պետք է սպասեին Սուրբ Հոգուն։ Նրանք դեռ չէին ստացել Սուրբ Հոգին։ Այսօր այդպես չէ, որովհետև մենք ստանում ենք Սուրբ Հոգին, երբ փրկվում ենք։ Կարդացեք Հովհաննեսի ավետարանի 20, 21 և 22-ը։ «Խաղաղություն ձեզ, ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում»։ Եվ սա ասելով փչեց նրանց վրա. «Առեք Սուրբ Հոգին»։ Հիսուսը փչեց աշակերտների վրա և ասաց. «Առեք Սուրբ Հոգին»։ Հունարենում «առեք» բառը նշանակում է ստանալ անմիջապես կամ հենց հիմա։ Սա մի բանի նախանշան չէր, որը դեռ պետք է տեղի ունենար։ Աշակերտներն իսկապես ստացան Սուրբ Հոգին, մինչև որ Հիսուսը համբարձվեց երկինք, բայց նրանք չէին հագել զորությունը մինչև հոգով լցվելը, որը տեղի ունեցավ Պենտեկոստեի օրը։ Պենտեկոստեի օրը։ Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին։ Եվ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող քամու պես և լցրեց ամբողջ տունը, ուր նստած էին։ Եվ երևացին նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրակից, և նստեցին նրանցից ամեն մեկի վրա։ Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Գործք առաքելոց 2:1-4 Ես գիտեմ, որ մեզնից շատերը կիրակնօրյա դպրոցի դասերի ժամանակ տեսել են այս իրադարձությունը նկարագրող պատկերները։ Սովորաբար մեկտեղ հավաքված հավատացյալների գլխավերևում փոքրիկ կրակե լեզուներ են պատկերված։ Կարելի է ասել, որ սա լավագույնս չի ներկայացնում տեղի ունեցածը։ Հին կտակարանում կրակը հաճախ խորհրդանշում է Աստծո ներկայությունը։ Գրելով լեզուներ, ինչպես կրակից, հեղինակը նկարագրում է Աստծո ներկայության դրսևորումը։ Հիսուսի հետևորդները, թե տղամարդիկ և թե կանայք, կլանվել էին Աստծո ներկայությամբ կամ մկրտվել էին Աստծո ներկայության մեջ։ Այս հայտնված ներկայությունը նույնպես դրսևորվեց սաստիկ փչող քամիով։ Ինչպես ասացինք առաջին գլխում, Սուրբ Հոգին սաստիկ փչող քամի չէ, նա անձ է։
Այնուամենայնիվ նրա ժամանումը վերնատուն դրսևորվեց սաստիկ փչող քամիով։ Այն բառը, որը Գործք առաքելոց 2:4-ում թարգմանվել է որպես «լցվեցին», բառացիորեն նշանակում է «հագեցան»։ Հագեցնել բառը սահմանվում է որպես լրացնել չափից ավելի։ Վերնատան ներկաները չափից ավելի լցվեցին Սուրբ Հոգով։ Բոլորը վերապրեցին Աստծո դրսևորված ներկայությունն ավելի մեծ չափով։ Կրակի և քամու դրսևորումների հետ մեկտեղ կար Սուրբ Հոգով լցվելու ևս մեկ նշան. հավատացյալներն սկսեցին խոսել այլ լեզուներով։ Օր երկրորդ. Ինչու լեզուներ։ Լեզու բառն այս դեպքում պարզապես նշանակում է լեզու, որով խոսում են։ Եթե ես Իսպանիայում լինեի և հանդիպեի մեկին, ով ակնհայտորեն իսպաներեն չէր խոսում, ես կարող էի հարցնել նրան, ո՞րն է ձեր մայրենի լեզուն։ Մյուս կողմից, եթե հանդիպեի ինչ-որ մեկին, ով անգլերեն էր խոսում, կարիք չէր լինի հարցնել նրա մայրենի լեզվի մասին։ Ես կհասկանայի նրան, քանի որ անգլերենը իմ մայրենի լեզուն է։ Այդ իսկ պատճառով անգլերենը հայտնի լեզու է ինձ համար, մինչդեռ ես կարող էի անհայտ համարել մյուս լեզուն։ Մի փոքր ուշ ավելի մանրամասն կխոսենք այս մասին։ Պենտեկոստեի օրը Երուսաղեմում տարբեր երկրներից հրեաներ էին հավաքվել կրոնական տոնակատարության համար։ Այդ հրեաներն ապրում էին տարբեր երկրներում և տարածաշրջաններում, և այդ պատճառով բազմաթիվ մայրենի լեզուներ ունեին։ Եվ Երուսաղեմում բնակված էին հրեաներ, աստվածավախ մարդիկ երկնքի տակի ամեն ազգերից, և երբ որ այս ձայնը եղավ, բազմությունը մեկտեղ կիտվեց, որովհետև ամեն մեկը լսում էր նրանց, որ իր լեզվով խոսում էին, և ամենքը հիանում էին, զարմանում և իրար ասում, չէ՞ որ ահա սրանք ամենքը, որ խոսում են, գալիլեացի են, և ինչպես մենք ամեն մեկս մեր լեզվով լսում ենք, որ նրանում ծնված ենք։ Գործք առաքելոց 2:5-8։ Ուշադրություն դարձրեք։ Աստվածաշունչը պնդում է, որ երբ այս ձայնը եղավ, բազմությունը մեկտեղ կիտվեց։ Այն շատերին գրավեց դեպի լեզուներով խոսող աշակերտները։ Բազմությունը ցնցված էր, որ գալիլեացիները, որոնցից շատերը անուսում և անկիրթ մարդիկ էին համարվում, խոսում էին տարբեր լեզուներով։ Աստծո Հոգու այսպիսի դրսևորումը նշան էր նրանց համար, ովքեր դեռ Հիսուսի հետևորդները չէին։ Լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծո մեծամեծ բաները խոսում են։ Եվ հիանում էին ամենքը և զարմանում, և մեկը մյուսին ասում էր. «Սա ի՞նչ պիտի լինի»։ Գործք առաքելոց 2:11-12։ Հոգու այս թափումը հնարավորություն ստեղծեց Պետրոսի համար քարոզելու ամենահայտնի քարոզներից մեկն Աստվածաշնչում, որում նա ասաց. «Սույն այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որի վկաներն ենք մենք ամենքս։ Արդ Աստծո աջով բարձրացած և Սուրբ Հոգու խոստմունքը հորից առած թափեց այս, որ դուք հիմա տեսնում և լսում եք»։ Գործք առաքելոց 2:32-33։ Ուշադրություն դարձրեք, որ բոլորը և տեսնում էին և լսում Սուրբ Հոգու զորության ապացույցը։ Մի քանի խոսք հետո գրված է, որ հավաքվածները պատասխանեցին, և երբ որ այս լսեցին, իրենց սրտերում զղջացին և ասացին Պետրոսին և մյուս առաքյալներին. «Ի՞նչ անենք, մարդիկ եղբայրներ»։ Գործք առաքելոց 2:37։ Պետրոսը պատասխանեց. «Ապաշխարեք և ձեզնից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար, և Սուրբ Հոգու պարգևը կընդունեք, որովհետև ձեզ և ձեր որդիների համար է այս խոստմունքը և այն բոլոր հեռավորների համար, որոնց մեր Տեր Աստվածը կկանչի»։ Գործք առաքելոց 2:38-39։ Հռչակելով Բարի լուրը փրկության մասին, որը շնորհվել էր բոլոր Տիրոջ անունը կանչողներին, այդ մասին կարող ես կարդալ Հռոմեացիների 10:13-ում, Պետրոսը հստակ հայտնեց, որ Սուրբ Հոգու պարգևը նույնպես շնորհվել է յուրաքանչյուր հավատացողի։ Որքան զարմանալի է։ Այս խոստումը վերաբերում է յուրաքանչյուր հավատացյալի անցյալում, ներկայում և ապագայում։ 4 դեպք։
Գործք Առաքելոց գրքում կա ևս 4 դեպք, երբ Պենտեկոստեի օրվանից հետո մարդիկ լցվում են Սուրբ Հոգով։ Այս դեպքերն ուսումնասիրելու ընթացքում ես ցանկանում եմ, որ հատուկ ուշադրություն դարձնեք 2 հանգամանքի։ Առաջինը, բոլոր դեպքերում բացառությամբ մեկի, Սուրբ Հոգով լցվելու իրադարձությունն անջատ է փրկության փորձառությունից։ Երկրորդը, այն մարդիկ, ովքեր ականատես էին, թե ինչպես էին նորադարձները լցվում Սուրբ Հոգով, և տեսնում և լսում էին Սուրբ Հոգու ներկայության ապացույցը նորադարձների մեջ։ Փիլիպոսը և սամարացիները։ Առաջին դեպքը նկարագրված է Գործք Առաքելոցի 8-րդ գլխում։ Փիլիպոսն ուղարկվեց Սամարիա Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելու համար։ Նա հռչակեց ավետարանը և ամբողջ քաղաքն արթնություն վերապրեց։ Կաղերը բժշկվում էին, պիղծ ոգիները դուրս էին գալիս, և շատերն ընդունում էին Աստծո փրկության հրաշալի լուրը։ Բայց երբ նրանք հավատացին Փիլիպոսին, երբ նա հռչակում էր Աստծո թագավորության բարի լուրը և Հիսուս Քրիստոսի անունը, նրանք մկրտվեցին, և տղամարդիկ, և կանայք։ Սիմոնն ինքը հավատաց և մկրտվեց, և նա հետևում էր Փիլիպոսին ամենուր, ցնցված այն մեծ նշաններով և հրաշքներով, որ տեսնում էր։ Գործք Առաքելոց 8:12-13 New International թարգմանությունից։ Արդյոք սամարացիները վերստին ծնվեցին, երբ հավատացին Հիսուս Քրիստոսի բարի լուրին։ Իհարկե, երբ մարդը հավատում է ավետարանին, նա ընդունում է Հիսուս Քրիստոսին և դառնում է Աստծո զավակ։ Այս նորահավատները մկրտվեցին ջրով, որպես Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի նշան։ Այնուամենայնիվ, հետագա խոսքերից պարզ երևում է, որ առաջին եկեղեցու առաջնորդները գիտեին, կար ևս մեկ բան։ Դարձի գալու և ջրի մկրտության հետ մեկտեղ նորահավատները պետք է ընդունեին Սուրբ Հոգու մկրտությունը։ Երբ առաքյալները Երուսաղեմում լսեցին, որ Սամարիան ընդունեց Աստծո խոսքը, փրկությունը, նրանք Սամարիա ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին։ Տեղ հասնելուն պես նրանք աղոթեցին այնտեղ գտնվող նորահավատների համար, որպեսզի նրանք կարողանային ստանալ Սուրբ Հոգին, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չէր իջել նրանցից որևէ մեկի վրա։ Նրանք պարզապես մկրտվել էին Տեր Հիսուսի անունով։ Ջրի մկրտություն։ Գործք Առաքելոցի 8:14-16 New International թարգմանությունից։ Լսելով այն մասին, որ Սամարիան ընդունել էր ավետարանը, առաքյալները որոշեցին ուղարկել Պետրոսին և Հովհաննեսին այնտեղի նորահավատների մոտ։ Ինչու առաքյալներն ուղարկեցին իրենց 2 ամենապատվելի անդամներին աղոթելու սամարացիների համար։ Չէ՞ որ սամարացիներն արդեն ընդունել էին փրկությունը և մկրտվել էին ջրով։ Պետրոսը և Հովհաննեսը հատուկ ուղարկվեցին աղոթելու, որպեսզի նրանք կարողանան ստանալ Սուրբ Հոգին։ Խոսք 15։ Մտապահեք, որ Սամարիան գրեթե 56 կիլոմետրով հեռու է Երուսաղեմից։ Այսօր այդ հեռավորությունը մեծ չի թվում, բայց առաքյալները չունեին մեքենաներ և ոչ էլ կարող էին օգտվել ժամանակակից հասարակական փոխադրամիջոցներից։ Այդ 56 կիլոմետրը նրանք առնվազն 1 կամ 2 օր պետք է գնային ոտքով կամ որևէ կենդանու մեջքին նստած։ Հասկանալի է, որ դա կարճ ճանապարհ չէր։ Կրկին կարևոր է նշել, որ նորահավատները մկրտվել էին Տեր Հիսուսի անունով և արդեն Աստծո զավակներ էին։ Այնուամենայնիվ, փրկության պարգևի մեջ կար մի մաս, որը նրանք դեռ չէին վերապրել։ Միգուցե դուք մտածում եք, սպասիր մի րոպե, Ջոն, ես կարծում էի, որ Հիսուս Քրիստոսի Հոգին բնակվում է մեր սրտերում, հենց որ մենք ընդունում ենք փրկության պարգևը։ Իհարկե, դա ճիշտ է։ Առաջին Կորինթացիների 12:3-ում հստակ գրված է. ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր ասել, եթե ոչ Սուրբ Հոգով։ Մենք չենք կարող Հիսուսին որպես Տեր դավանել առանց Սուրբ Հոգու ազդեցության, սակայն սա նույնը չէ, ինչ նրանով լցվելը։ Աստվածաշունչը հստակ հայտնում է, որ նրանք, ովքեր Քրիստոսում են, սրբված են և կնքված Սուրբ Հոգով։ Այդ մասին կարող ես կարդալ Պետրոսի առաջին թղթի 1:2-ում և Եփեսացիների 1:13-ում։
Այնպես որ անկասկած Սուրբ Հոգու ներբնակվող ներկայությունը փրկության մասն է կազմում։ Նայելով ձեզ, Աստված տեսնում է իր որդու հոգին։ Հիշեք, որ փրկություն ստանալով դուք նոր դիրք եք ձեռք բերում Քրիստոսի մեջ և դառնում եք նրա ժառանգության և թագավորության մասը։ Այնուամենայնիվ դուք չեք լցվում հոգու զորությամբ, քանի դեռ չեք խնդրում դա Հորից։ Հիսուսն ասաց. «Ուրեմն եթե դուք չար լինելով գիտեք, թե ինչպես բարի պարգևներ տալ ձեր երեխաներին, որքան ավելի ձեր երկնային Հայրը կտա Սուրբ Հոգին նրանց, ովքեր խնդրում են Նրան»։ Ղուկասի ավետարան 11:13 New King James թարգմանությունից։ Հիսուսն անվանեց Աստծուն ձեր երկնային Հայրը։ Ակնհայտ է, որ նա խոսում է հավատացյալների մասին։ Մենք գիտենք սա, որովհետև Հովհաննեսի ավետարանում Հիսուսն ասում էր. «Ճշմարտության Հոգին, ում այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև այն ոչ տեսնում է Նրան, ոչ էլ ճանաչում»։ Հովհաննեսի ավետարան 14:17 English Standard թարգմանությունից։ Աշխարհը այն մարդիկ են, ովքեր Աստծո թագավորության մեջ չեն։ Ակնհայտ է, յուրաքանչյուրը, ով չի հնազանդվել Հիսուսի իշխանությանը, չի կարող ընդունել Սուրբ Հոգուն։ Այնպես որ ձեր հորը խնդրելու հրահանգը չի վերաբերում փրկությանը, փոխարենը այն վերաբերում է հետագա լեցունությանը, որը կարող են ստանալ միայն նրանք, ովքեր արդեն փրկված են։ Այժմ անդրադառնանք Գործք առաքելոց 8-րդ գլխին։ Այն ժամանակ Պետրոսը և Հովհաննեսը իրենց ձեռքերը դրեցին այս հավատացյալների վրա, և նրանք ստացան Սուրբ Հոգին։ Երբ Սիմոնը տեսավ, որ Հոգին տրվեց, երբ առաքյալները ձեռնադրեցին մարդկանց, նա փող առաջարկեց նրանց այս զորությունը գնելու համար։ «Թույլ տվեք, որ ես նույնպես ունենամ այս զորությունը», բացականչեց նա, «որպեսզի երբ ձեռնադրեմ մարդկանց, նրանք ստանան Սուրբ Հոգին»։ Գործք առաքելոց 8:17-19 New Living թարգմանությունից։ Պետրոսը և Հովհաննեսը դրեցին իրենց ձեռքերը հավատացյալների վրա, և նրանք ստացան Սուրբ Հոգին։ Հոգով լցվելը ակնհայտ էր բնական զգայարանների համար, որովհետև Աստվածաշնչում գրված է, որ Սիմոնը տեսավ, որ Հոգին տրվեց, երբ առաքյալները դրեցին իրենց ձեռքերը մարդկանց վրա։ Սիմոնը, ով հավատացյալ էր, այնքան զարմացավ Սուրբ Հոգու զորության դրսևորումից հավատացյալների մեջ, որ գումար առաջարկեց առաքյալներին, որպեսզի նրանք սովորեցնեն իրեն փոխանցել այս զորությունը։ Նման արձագանքը Սիմոնի կողմից տեղին չէր, և Պետրոսն արագորեն հանդիմանեց նրան։ Ամբողջ Գործք առաքելոց գրքում հոգով լցվելը սովորաբար ուղեկցվում էր արտաքին դրսևորումով, որը կարելի էր տեսնել և լսել, ամենից հաճախ լեզուների կամ մարգարեության տեսքով։ Ահա թե ինչու էին առաքյալները հաճախ ասում, որ Սուրբ Հոգին գալիս էր հավատացյալների վրա։ Սամարիայում տեղի ունեցած դեպքի նկարագրության մեջ հատկապես չի նշվում, որ հոգով լցվելուն հետևում էին լեզուները կամ մարգարեությունը։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք եզրակացնել, որ նման դրսևորումը տեղի էր ունեցել։ Հակառակ դեպքում Սիմոնը, ով նախկին կախարդ էր, չէր տեսնի հոգու ներկայության ապացույցը հավատացյալների մեջ։ Օր 3. Տարսոնացի Սողոսը։ Սողոսի դարձի գալու պատմությունը ամենաուշագրավ հատվածներից մեկն է Սուրբ գրքում։ Ես ցանկանում եմ կենտրոնանալ այս զարմանալի հանդիպման ոչ այնքան նկատելի մի կողմի վրա։ Գործք առաքելոց 9-րդ գլխում Սողոսն ուղևորվում է Դամասկոս հավատացյալներին հալածելու համար։ Եվ նա գնալիս մոտեցավ Դամասկոսին և հանկարծակի նրա 4 կողմով լույս փայլեց երկնքից։ Եվ նա գետնի վրա ընկած մի ձայն լսեց, որ ասում էր նրան. «Սավուղ, Սավուղ, ինչու ես ինձ հալածում»։ Եվ նա ասաց. «Ո՞վ ես, Տեր»։ Եվ Տերն ասաց. «Ես Հիսուսն եմ, ում դու հալածում ես։ Դժվար է քեզ խթանին քացի տալ»։ Եվ դողալով ու զարհուրելով ասաց. «Տեր, ի՞նչ ես կամենում, որ անեմ»։ Եվ Տերն ասաց նրան. «Կանգնիր և մտիր քաղաքը, և կասվի քեզ, թե ինչ պետք է անել»։ Գործք առաքելոց 9:3-6
Ուշադրություն դարձրեք, որ Սողոսը Հիսուսին Տեր անվանեց։ Երբ Հիսուս Քրիստոսը դառնում է մեր կյանքի Տերը, մենք անմիջապես վերստին ծնվում ենք։ Ես հավատում եմ, որ Սողոսը հավատացյալ դարձավ այն պահին, երբ ճանաչեց Հիսուսի իշխանությունը։ Տիրոջ հետ այս հանդիպումից հետո Սողոսը 3 օր անցկացրեց ծոմապահության մեջ, սպասելով հետագա կարգադրություններին։ Տերը խնդրեց Անանիա անունով մի աշակերտի այցելել Սողոսին։ Անանիան մտահոգվեց այդ հանձնարարությունից, որովհետև շատ պատմություններ էր լսել այն մասին, թե որքան խստորեն էր Սողոսը հալածում հավատացյալներին։ Աստված նրան ասաց. «Գնա, որովհետև նա ինձ համար ընտրված անոթ է, որ իմ անունը տանի»։ Գործք Առաքելոց 9:15։ Երբ Անանիան եկավ այն տունը, որտեղ Սողոսն էր, նա դրեց իր ձեռքերը Սողոսի վրա և ասաց. «Սավուղ եղբայր, Տերն ուղարկեց ինձ, այն Հիսուսը, որ երևաց քեզ ճանապարհին, որ գալիս էիր, որ տեսնես և Սուրբ Հոգով լցվես»։ Գործք Առաքելոց 9:17։ Ակնհայտ է, Անանիան գիտեր, որ Սողոսը փրկված էր, որովհետև նա Սավուղ եղբայր անվանեց նրան։ Այնուամենայնիվ, թեև Սողոսն արդեն հավատացյալ էր, սակայն Աստված ուղարկեց Անանիային հատուկ աղոթելու, որ Սողոսը բժշկություն ստանար և լցվեր Սուրբ Հոգով։ Այս պատմության մեջ կրկին տեսնում ենք, որ Սուրբ Հոգով լցվելը տեղի ունեցավ փրկության պարգևը ստանալուց հետո։ Գործք Առաքելոց 9-րդ գլխում դուք չեք գտնի որևէ հիշատակում այն մասին, որ Սողոսը կամ Պողոսը խոսեց լեզուներով։ Այնուամենայնիվ, նույնիսկ կասկած չկա, որ Պողոսը խոսում էր լեզուներով, որովհետև ավելի ուշ նա գրեց. «Ես գոհանում եմ Աստծուց, որ խոսում եմ լեզուներով ավելի, քան դուք բոլորդ»։ Կորինթացիների առաջին թուղթ 14:18։ English Standard թարգմանությունից։ Անձամբ ես հավատում եմ, որ Պողոսն սկսեց խոսել լեզուներով այն պահից, երբ Անանիան աղոթեց նրա համար։ Պողոսը պետք է ստանար այս լեցունությունը, թեև նա արդեն փրկված էր։ Սուրբ Հոգով զորացումը կենսականորեն կարևոր էր Պողոսի ծառայության մեջ, որն էր հռչակել Հիսուսին հեթանոսների, թագավորների և Իսրայելի զավակների առջև։ Այդ մասին կարող ես կարդալ Գործք Առաքելոց 9:15-ում։ Պետրոսը և Կոռնելիոսը։ Գործք Առաքելոցի 10-րդ գլխում մի պահ տեսնում ենք մեր Աստծո հումորի զգացումը։ Առաջին խոսքը ծանոթացնում է մեզ Կոռնելիոսի հետ, ով հռոմեացի սպա էր։ Աստվածաշնչում ասվում է, որ Կոռնելիոսը բարեպաշտ և աստվածավախ մարդ էր։ Նա ողորմած էր աղքատների հանդեպ և հաճախ էր աղոթում Աստծուն։ Այդ ժամանակ փրկության ավետարանը դեռ չէր պատմվել հեթանոսներին, այնպես որ Աստված մի հրեշտակ ուղարկեց Կոռնելիոսին այցելելու համար։ Ինչևէ, հրեշտակը չհայտնեց Կոռնելիոսին Աստծո փրկության ծրագիրը, այլ պատվիրեց նրան կանչել Պետրոսին։ Ոգեշնչված Կոռնելիոսը անմիջապես մարդկանց ուղարկեց գտնելու Պետրոսին այն վայրում, որի մասին ասել էր հրեշտակը։ Պետրոսը Հոպպեում էր, որտեղ նա մտքի հափշտակության մեջ ընկավ և տեսիլք ստացավ երկնքից։ Այս տեսիլքի մեջ Աստված մի շարք պատկերներ օգտագործեց, որպեսզի հայտներ Պետրոսին, որ նա չպետք է անմաքուր անվաներ այն, ինչը Աստված սրբել էր։ Այդ մասին կարող ես կարդալ Գործք Առաքելոց 10:9-15-ում։ Ակնհայտ է, Աստված գիտեր, որ Պետրոսը դժվարությամբ կհասկանար իր տեսիլքի իմաստը, ահա թե ինչու նա 3 անգամ ցույց տվեց այն Պետրոսին։ Մինչ նա մտորում էր տեսիլքի շուրջ, Կոռնելիոսի մարդիկ հասան այն տունը, որտեղ Պետրոսն էր։ Սուրբ Հոգին կարգադրեց Պետրոսին գնալ նրանց հետ։ Աստված չասաց Պետրոսին, թե ինչու էր նա ուղարկվում Կոռնելիոսի մոտ, թեև այդ ժամանակվա սովորույթներին հակառակ էր, որ բարեպաշտ հրեաները շփվեին հեթանոսների հետ։ Կոռնելիոսի տուն հասնելով Պետրոսն ասաց. «Դուք գիտեք, որ մեր օրենքներին հակառակ է, որ հրեա մարդը այսպես մտնի հեթանոսների տունը կամ շփվի ձեզ հետ։ Բայց Աստված ցույց տվեց ինձ, որ ես այլևս չպետք է մտածեմ, որ որևէ մեկը անմաքուր է։ Այդ պատճառով ես եկա առանց առարկելու, հենց որ կանչվեցի։
Այժմ ասեք, թե ինչու եք կանչել ինձ։ Գործք Առաքելոց 10:28 և 29 New Living թարգմանությունից։ Պետրոսն սկսում էր նկատել կապն իր տեսիլքի և այդ բարեպաշտ հեթանոսին հանդիպելու միջև։ Նա սկսեց քարոզել ավետարանը Կոռնելիոսին։ Հանկարծ Պետրոսի քարոզի ընթացքում Աստծո հոգին հայտնվեց և հեթանոսներն սկսեցին խոսել լեզուներով։ Պետրոսը ցնցված էր, որովհետև անցյալում նման բան դեռ տեղի չէր ունեցել։ Աստված գիտեր, Պետրոսը և նրա հրեա ուղեկիցները դժվարությամբ կընդունեին այն փաստը, որ փրկության պարգևը նախատեսված էր նաև հեթանոսների համար։ Այդ պատճառով նա թափեց իր հոգին հեթանոսների վրա, նախքան Պետրոսը նրանց հետ աղոթելու կամ նրանց ջրով մկրտելու հնարավորություն կունենար։ Սա ապացույց էր այն մասին, որ Իսրայելի ժողովրդին չպատկանող մարդիկ նույնպես ընդգրկված էին փրկության ծրագրի մեջ։ Այն հրեա հավատացյալները, ովքեր եկել էին Պետրոսի հետ, զարմացան, որ Սուրբ Հոգու պարգևը նույնպես թափվեց հեթանոսների վրա, որովհետև նրանք լսեցին, թե ինչպես էին հեթանոսները խոսում այլ լեզուներով և փառավորում Աստծուն։ Դրանից հետո Պետրոսն ասաց. «Կարո՞ղ է ինչ-որ մեկն առարկել, որ նրանք մկրտվեն հիմա, երբ ստացան Սուրբ Հոգին, ինչպես որ մենք ստացանք»։ Այնպես որ նա պատվիրեց, որ նրանք մկրտվեն Հիսուս Քրիստոսի անունով։ Գործք Առաքելոց 10:45-48 New Living թարգմանությունից։ Ներկա հրեաները չէին կարող ժխտել, որ Աստված փրկեց այդ հեթանոսներին, որովհետև նրանք տեսան և լսեցին Աստծո զորության դրսևորումը նրանց մեջ՝ Սուրբ Հոգով լցվելը։ Հրեա հավատացյալները ցնցված էին։ Աստված ոչ միայն շնորհեց փրկությունը հեթանոսներին, այլև ուղարկեց Հոգու լեցունությունը, քանի դեռ նրանք հրապարակային դավանություն էին անում և ջրով մկրտում, ինչը սովորաբար նախորդում էր Հոգով լցվելուն։ Այս դեպքը միակն է Սուրբ Գրքում, երբ Աստված նման կերպով է գործում։ Մնացած դեպքերում Աստծո Հոգին թափվում է դարձի գալուց հետո։ Ես հավատում եմ, որ Աստված արեց սա իմանալով, որ հրեաներին հատուկ նշան էր պետք, որպեսզի համոզվեին, որ նա իր փրկության պարգևը տարածում էր նաև հեթանոսների վրա։ Եփեսացիները։ Չորրորդ դեպքը, որը ցանկանում եմ հետազոտել, Գործք Առաքելոցի 19-րդ գլխում է։ Պողոսը Եփեսոս եկավ իր բազմաթիվ ճանապարհորդություններից մեկի ընթացքում։ Աստվածաշնչում ասվում է, որ ժամանելուն պես նա հանդիպեց մի խումբ մարդկանց, ովքեր Հովհաննես Մկրտչի աշակերտներն էին։ Ամենաառաջին հարցը, որ նա տվեց այդ մարդկանց, հետևյալն էր. «Արդյոք Սուրբ Հոգին ընդունեցիք, երբ որ հավատացիք»։ Գործք Առաքելոց 19:2 Զարմանալի է։ Եթե սա առաջին հարցն էր, որ Պողոսը տվեց այս եփեսացիներին, մենք նույնպես պետք է տանք այս հարցը յուրաքանչյուր նորահավատի։ Կրկին, ինչու էր Սուրբ Հոգով մկրտվելն այդքան կարևոր առաջին եկեղեցու առաջնորդների համար։ Պատճառն այն է, որ Սուրբ Հոգով զորանալն անփոխարինելի է Քրիստոսի մեջ մեր առաքելությունը կատարելու համար։ Ինչու մեզնից որևէ մեկը պետք է ցանկանա նույնիսկ մեկ ժամ ապրել առանց այդ զորության։ Այդ մասին կարող ես կարդալ Գործք Առաքելոց 1:8-ում։ Հոր թագավորության մեջ արդյունավետ լինելու համար մենք պետք է և դիրք ունենանք Քրիստոսի մեջ, փրկությունը, և զորացված լինենք Սուրբ Հոգով, Հոգու լեցունությունը։ Պողոսը պարզեց, որ թեև այդ եփեսացիները Հովհաննես Մկրտչի աշակերտներն էին, նրանք չէին լսել Հիսուսի փրկության բարի լուրը, այնպես որ նա քարոզեց նրանց ավետարանը։ Ինչպես արդեն նշեցի, Քրիստոսի մեջ մեր դիրքն ստանալը մշտապես նախորդում է այն զորությանը, որն ստանում ենք նրա Հոգուց։ Նույնիսկ եթե զորության արտաքին դրսևորումը, Հոգու լեցունությունը, նախորդում է փրկության արտաքին դավանությանը, ջրով մկրտության տեսքով, ինչպես Կոռնելիոսի դեպքում էր, փրկությունը մշտապես նախորդում է զորացմանը։ Այդ իսկ պատճառով Պողոսի խոսքերը լսելուց հետո եփեսացիներն առաջին հերթին Տեր Հիսուսի անունով մկրտվեցին։ Գործք Առաքելոց 19:5
Այլ խոսքով նրանք ստացան փրկությունը, որը միայն Հիսուս Քրիստոսի մեջ է և տրվում է միայն նրա միջոցով։ Բայց նրանց հանդիպումը Պողոսի հետ դրանով չավարտվեց։ Եվ երբ որ Պողոսը ձեռք դրեց նրանց վրա, Սուրբ Հոգին եկավ նրանց վրա, և նրանք լեզուներով էին խոսում ու մարգարեանում։ Գործք Առաքելոց 19:6։ Սուրբ Հոգու լեցունությունը եկավ այն բանից հետո, երբ նորահավատները մկրտվեցին մեր Տեր Հիսուսի անունով։ Մինչև նրանց հանդիպումը Պողոսի հետ, այս մարդիկ շատ քիչ բան գիտեին Հիսուսի մասին, բայց հենց որ լցվեցին Հոգով, սկսեցին մարգարեանալ, ինչը նշանակում է նրանք հռչակեցին Հիսուս Քրիստոսի ուղերձը։ Նրանք զորություն ստացան և սկսեցին մարգարեանալ այն, ինչ չգիտեին ընդամենը մի քանի րոպե առաջ։ Այս զորացումը հնարավոր էր միայն Հոգու միջոցով։ Անկարելի է, որ որևէ հավատացյալ իշխանությամբ հռչակի Աստծո խորհուրդները առանց նրա Հոգուն ճանաչելու։ Այդ մասին կարող ես կարդալ Կորինթացիների առաջին թղթի 2 գլխում։ Ես այնքան շնորհակալ եմ, որ երբևէ ստիպված չեմ լինելու քարոզել առանց Հոգու զորության։ Իմ ուժերով ես չէի կարող լավ հրապարակախոս և լավ գրող լինել։ Ես այնքան թույլ էի անգլերենից, որ ձախողեցի պետական ավարտական քննություններս 800-ից ստանալով 370 միավոր։ Ինձնից լավ ոչ ոք չգիտի, որ այն ինչ կամ Աստծո շնորհքով և Սուրբ Հոգու զորությամբ է։ Առանց Հոգու զորության չէի կարողանա գրել այս գիրքը։ Նա իմ կարողության և զորության աղբյուրն է։ Առանց նրա անհնարին կլիներ կատարել այն հանձնարարությունը Աստծո թագավորության համար, որը տրված է ինձ։ Սուրբ Հոգին է տալիս ինձ Աստծո շնորհքը։ Օր 4. Արդյոք լեզուները դադարել են։ Սերը երբեք չի վերջանում։ Ինչ վերաբերում է մարգարեություններին, դրանք կանցնեն։ Ինչ վերաբերում է լեզուներին, դրանք կանցնեն։ Ինչ վերաբերում է գիտությանը, այն կանցնի, որովհետև մենք մասնակի գիտենք և մասնակի ենք մարգարեանում, բայց երբ կատարյալը գա, մասնակին կանցնի։ Կորինթացիների առաջին թուղթ 13:8-10 English Standard թարգմանությունից։ Այժմ, երբ մենք ուսումնասիրեցինք Գործք Առաքելոց գրքի պատմությունները Սուրբ Հոգով լցվելու մասին, ես ցանկանում եմ անդրադառնալ մի հարցի, որն ունեն ձեզնից շատերը։ Ես հաճախ եմ լսում, թե ինչպես են մարդիկ ասում, որ լեզուները դադարել են։ Հիմնականում նրանք վկայակոչում են վերը նշված հատվածի 10-րդ խոսքը։ Նրանք, ովքեր համաձայնում են այս գաղափարին, հավատում են, որ կատարյալը ասելով Պողոսը նկատի ուներ Աստվածաշունչը, որը պետք է գար։ Նա այսպես է գրում. «Երբ կատարյալը գա, մասնակին կանցնի»։ Նրանք այսպես են տրամաբանում. այժմ, երբ կատարյալը Աստվածաշունչը եկել է, լեզուները դադարել են։ Կարևոր է, որ ուշադրությամբ ուսումնասիրենք այս հատվածը, որոշելու համար, թե ինչ նկատի ուներ Պողոսը։ Երբ դիտարկենք 10-րդ խոսքի համատեքստը, ակնհայտ կդառնա, որ նման հետևությունն անհիմն է։ Եթե լեզուները դադարել են, ապա գիտությունը և մարգարեությունները նույնպես դադարել են։ Արդյոք գիտությունը և մարգարեությունները դադարել են։ Իհարկե ոչ։ Ուրեմն ո՞րն է այն կատարյալը, որի մասին խոսում է Պողոսը։ Պատասխանը գրված է 12-րդ խոսքում։ Որովհետև այժմ մենք տեսնում ենք հայելու մեջ աղոտ կերպով, բայց այն ժամանակ, երբ կատարյալը գա, երես առ երես։ Այժմ մասնակիորեն գիտեմ, բայց այն ժամանակ ես կճանաչեմ լիովին, ինչպես որ լիովին ճանաչված եմ։ Կորինթացիների առաջին թուղթ 13:12 English Standard թարգմանությունից։ Պողոսը խոսում է Հիսուսի հետ երես առ երես հանդիպման մասին։ Ահա թե ինչ նկատի ունի նա գրելով կատարյալը բառը։ Նա խոսում է Հիսուսին լիովին ճանաչելու մասին, իր ամբողջ փառքով։ Արդյոք ներկայումս մենք նման վերապրում ունենք։ Արդյոք տեսնում ենք նրան իր փառքով։ Երկրային կյանքի ընթացքում մեր շփումը Հիսուսի հետ նման է աղոտ հայելու արտացոլանքին, բայց գալիք աշխարհում մենք կճանաչենք Հիսուսին այնպես, ինչպես որ նա է ճանաչում մեզ։
Նման խորը մտերմության վերապրումը Հիսուսի հետ նշան կլինի, որ կատարյալը եկել է։ Թեև մեր ճանապարհորդությունն սկսում է երկրի վրա, այն չի ավարտվի, քանի դեռ մենք չենք տեսել նրան երես առ երես հավիտենականության մեջ։ Լեզուների 4 տեսակները։ Կա ևս մեկ հարց, որն ինձ հաճախ են տալիս. Ջոն, ինչու է Կորինթացիների առաջին թղթի 12:30-ում գրված. «Միթե ամենը լեզուներով են խոսում»։ Չէ՞ որ սա նշանակում է, որ ոչ բոլորն են խոսում լեզուներով։ Այո, այդպես է։ Սակայն այս հատվածում Պողոսը խոսում է լեզուների հատուկ տեսակի մասին, որով խոսում են ոչ բոլոր հավատացյալները։ Սա հասկանալու համար պետք է ուսումնասիրենք լեզուների 4 տարբեր տեսակները, որոնց մասին գրված է Նոր Կտակարանում։ Հարմարության համար լեզուները կբաժանեմ 2 խմբի՝ հրապարակային և անձնական կիրառություն ունեցողների։ Լեզուներից 2-ը հրապարակային ծառայության համար են։ Հրապարակային ասելով նկատի ունեմ այն դեպքերը, երբ որևէ անհատ ինչ-որ մեկին կամ որոշակի մարդկանց խմբի ծառայում է նրանով, ինչ ստացել է Հոգուց։ Ի հակադրություն 2 անձնական լեզուները մեզ, որպես անհատների, կապակցում են անմիջապես Աստծո հետ։ Դրանք կամ օգնում են ավելի մտերմանալու նրա հետ, կամ բարեխոսելու կարողություն են տալիս համաձայն նրա կատարյալ կամքի։ Դիտարկենք այս տեսակներից յուրաքանչյուրը։ Առաջին՝ լեզուները որպես նշան անհավատներին։ Լեզուների առաջին տեսակը հրապարակայնորեն ցուցադրելու համար է։ Ուրեմն լեզուները նշանի համար են ոչ թե հավատացյալներին, այլ անհավատներին։ Կորինթացիների առաջին թուղթ 14:22։ Այս պարգևը գործում է, երբ Սուրբ Հոգին գերազանցում է մեր միտքը և տալիս է մեկ այլ երկրային լեզվով խոսելու կարողություն, հատկապես այնպիսի լեզվով, որը մենք չգիտենք և չենք սովորել։ Լեզուների այս տեսակը գործեց Պենտեկոստեի օրը առաքյալների միջոցով։ Երուսաղեմում աստվածավախ հրեաներ կային երկնքի ներքո գտնվող ամեն ազգից։ Երբ նրանք լսեցին այս ձայնը, շփոթված մարդկանց մի ամբոխ հավաքվեց, որովհետև յուրաքանչյուրը լսեց, թե ինչպես էին խոսում իր լեզվով։ Նրանք լիովին ապշած հարցրին. «Միթե բոլոր այս խոսողները գալիլեացիներ չեն։ Այդ դեպքում ինչպես է, որ յուրաքանչյուրս լսում ենք, որ նրանք խոսում են մեր մայրենի լեզվով։ Պարթևացիներ, մարացիներ և եղամացիներ, Միջագետքի, Հուդայի և Կապադոքիայի, Պոնտոսի և Ասիայի, Փրուգիայի և Պամփյուլիայի, Եգիպտոսի և Կյուրենեի մոտ եղող Լիբիայի շրջանների բնակիչներ, այցելուներ Հռոմից և հրեաներ և հուդայիզմին դարձածներ, կրետացիներ և արաբներ, մենք լսում ենք, թե ինչպես են նրանք մեր լեզուներով հռչակում Աստծո հրաշալիքները»։ Գործք առաքելոց 2:5-11 New International թարգմանությունից։ Այս հրեաները լսեցին, թե ինչպես էին հավատացյալները խոսում յուրաքանչյուրի մայրենի լեզվով։ Այս ցուցադրումը նշան էր, որ Աստված գործում էր այն մարդկանց միջև, ովքեր հավատում էին Հիսուսի ավետարանին, որովհետև անկարելի էր, որ անուսում գալիլեացիները կարողանային կատարելապես հռչակել Աստծո հրաշալիքները այդքան լեզուներով։ Շատերը ճանաչեցին Հիսուսին շնորհիվ Հոգու զորության այդպիսի դրսևորման։ Մի քանի տարի առաջ քարոզում էի մի եկեղեցում Կոլորադո Սպրինգսում։ Ծառայության ընթացքում մեր ծառայության աշխատակազմից մի կին նստած էր եկեղեցու դահլիճի ետնամասում։ Ամբողջ քարոզի ընթացքում նա լեզուներով ցածրաձայն աղոթելու մղում էր զգում։ Ծառայության ավարտից հետո մի պարոն, ով նստած էր նրա առջևի շարքում, մոտեցավ նրան և ասաց. «Դուք կատարյալ ֆրանսերենով եք խոսում։ Դուք նույնիսկ խոսում եք հին ֆրանսիական բարբառով անզուգական առոգանությամբ։ Ես ֆրանսերենի ուսուցիչ եմ և աշխատանքային տարիների ընթացքում երբեք չեմ հանդիպել որևէ մեկի, ով ֆրանսերեն խոսեր այնպես, ինչպես դուք»։ «Ես ֆրանսերեն չգիտեմ», պատասխանեց մեր ծառայության աշխատակցուհին։ Այդ տղամարդն ապշել էր։ Նա ասաց. «Դուք ոչ միայն կատարյալ ֆրանսերենով էիք խոսում, այլ նույնպես աստվածաշնչյան խոսքեր էիք մեջբերում ֆրանսերենով, և ձեզնից հետո Ջոնը խնդրում էր, որ հավաքվածները բացեին նույն խոսքերը։
դուք մեջբերում էիք այդ խոսքերը նախքան նրա կարդալը։ Այդ փորձառությունը նշան էր այդ մարդու համար։ Նա հաստատություն ստացավ այն ուղերձի վերաբերյալ, որ Աստված փոխանցել էր իմ միջոցով։ Նշան հանդիսացող լեզուների գլխավոր նպատակն է գրավել նրա ուշադրությունը, ով դեռ հավատացյալ չէ։ Երկրորդ՝ մեկնության լեզուներ։ Լեզուների երկրորդ տեսակը նույնպես հրապարակային ծառայության համար է։ Ի տարբերություն որպես նշան ծառայող լեզուների, այս լեզուները երկնային են և ոչ ոք երկրի վրա չգիտի դրանք։ Պողոսը նկարագրեց մեկնության լեզուները որպես հոգևոր պարգև, գրելով. ուրիշին այլևայլ լեզուներ, ուրիշին լեզուների թարգմանություններ կամ մեկնություն։ Կորինթացիների առաջին թուղթ 12:10։ Քանի որ այս լեզուները երկրային չեն, դրանք մեկնության կարիք ունեն։ Տարիներ առաջ պետք է քարոզեի Սինգապուրի եկեղեցիներից մեկում։ Հանկարծ մի մարդ ծառայության ժամանակ սկսեց խոսել անհայտ լեզվով։ Ես անմիջապես հասկացա, որ այդ լեզուն երկրային չէր, այլ երկնային։ Բոլորը դահլիճում զարմացած էին հոգու այդպիսի դրսևորումից։ Երբ այդ մարդն ավարտեց երկնային լեզվով խոսելը, նա մեկնեց այն, ինչ ասել էր։ Նրա թարգմանությունը ճշտորեն համապատասխանում էր այն ուղերձին, որ Աստված տվել էր ինձ այդ եկեղեցու համար։ Ես մտածեցի. Աստված, ես այնքան շնորհակալ եմ այս զարմանալի հաստատության համար։ Աստված օգտագործեց լեզուների մեկնության պարգևը, որպեսզի հաստատեր այն խոսքը, որ դրել էր իմ սրտում։ Դա նշան էր և ինձ համար, և նրանց համար, ովքեր այդ դահլիճում էին։ Ուշադրություն դարձրեք, որ խոսելով լեզուների այս տեսակի մասին, ես օգտագործում եմ մեկնել, ոչ թե թարգմանել բառը։ Երկնային լեզուները, որոնց պատկանում են Նոր Կտակարանում նշված 4 տեսակի լեզուներից 3-ը, չեն կարող թարգմանվել, քանի որ գերազանցում են մեր մարդկային միտքը, սակայն կարող են մեկնվել։ Երբ գործում է մեկնության լեզուների պարգևը, լեզուները պետք է մշտապես ուղեկցվեն մեկնությամբ։ Այս տեսակի լեզուն տրված է հատկապես եկեղեցու շինության համար։ Այդ մասին կարող ես կարդալ Կորինթացիների առաջին թղթի 14-րդ գլխում։ Իսկ առանց մեկնության եկեղեցին չի կարող շինություն ստանալ։ Պողոսը նկատի ուներ լեզուների հենց այս տեսակը, երբ հարցրեց. «Մի՞թե ամենը լեզուներով են խոսում»։ Իսկ հիմա դիտարկենք այս խոսքը համատեքստով։ «Եվ ոմանց Աստված դրեց եկեղեցում, առաջինը առաքյալներին, երկրորդը մարգարեներին, երրորդը վարդապետներին, հետո զորություններ, հետո բժշկությունների պարգևներ, օգնություններ, կառավարություններ, այլևայլ լեզուներ, մի՞թե ամենը առաքյալներ են, մի՞թե ամենը մարգարեներ են, մի՞թե ամենը վարդապետներ են, մի՞թե ամենը զորություններ անող են, մի՞թե ամենը բժշկությունների պարգևներ ունեն, մի՞թե ամենը լեզուներով են խոսում, մի՞թե ամենը թարգմանում են։ Կորինթացիների առաջին թուղթ 12:28-30։ Պողոսը խոսում է այն հրապարակային պարգևների մասին, որոնք Աստված սահմանել է եկեղեցում ծառայության համար։ Մի՞թե բոլորը առաքյալներ են։ Ոչ։ Մի՞թե բոլորը մարգարեներ են։ Ոչ։ Մի՞թե բոլորը ուսուցիչներ են։ Ոչ։ Նմանապես մի՞թե բոլորը խոսում են լեզուներով կամ մեկնում են դրանք հրապարակային ծառայության համար։ Ոչ։ Պողոսը ցանկանում էր ասել, որ բոլորս պետք է զարգացնենք այն հատուկ պարգևը, որ Աստված շնորհել է մեզ, և գործենք դրանում։ Եկեղեցում բոլորը չէ, որ ունեն լեզուների մեկնության պարգևը հրապարակային ծառայության համար։ Տարբերությունը երկու հրապարակային լեզուների միջև։ Կորինթացիներին ուղղված իր նամակում Պողոսը բացատրում է տարբերությունը երկու տեսակի հրապարակային լեզուների միջև։ Ուրեմն լեզուները որպես նշան, նշանի համար են, ոչ թե հավատացյալներին, այլ անհավատներին։ Արդ եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ գա և ամենքը լեզուներով, այսինքն մեկնության լեզուներով խոսեն, և տգետներ կամ անհավատներ մտնեն այնտեղ, մի՞թե չեն ասի, թե դուք գժված եք։ Կորինթացիների առաջին թուղթ 14:22-23։ Եթե չհասկանաք, որ կան տարբեր տեսակի լեզուներ, կարող եք մտածել, որ Պողոսը լիովին հակասում էր իրեն, գրելով այս հատվածը։ Նախ նա ասում է.
լեզուները նշան են անհավատների համար։ Անմիջապես հաջորդ խոսքում գրված է. եթե դուք լեզուներով խոսեք, անհավատները կմտածեն, որ խելագարվել եք։ Այնուամենայնիվ, իմանալով, որ կան 4 տարբեր տեսակի լեզուներ, մենք կարող ենք հասկանալ, որ Պողոսը գրում է լեզուների 2 տարբեր տեսակների մասին։ Առաջին տեսակի լեզուն, որը նշում է Պողոսը, լեզուները որպես նշան, գրավում է անհավատներին, որովհետև այն ծառայում է նրանց որպես նշան։ Լեզուների երկրորդ տեսակը, մեկնության լեզուները, միայն եկեղեցու շինության համար են։ Այս լեզուները նշան չեն անհավատների համար։ Իրականում Պողոսն ասում է, որ եթե հավատացյալները խոսեն երկրորդ տեսակի լեզուներով, առանց դրանք մեկնելու, անհավատները կմտածեն, որ խելագարվել ենք։ Կարող եք պատկերացնել մի կիրակնօրյա ծառայություն, որտեղ բոլորը միաժամանակ քարոզում են, սովորեցնում և մարգարեանում են։ Նման վարքը տարօրինակ և անարդյունավետ կլիներ։ Նմանապես Պողոսը կարգադրում էր եկեղեցուն չստեղծել շփոթության մթնոլորտ սխալ գործածելով մեկնության լեզուները։ Սխալ միջավայրում լեզուների նման դրսևորումը խառնաշփոթ կստեղծի և չի ծառայի որևէ նպատակի։ Ավելի վաղ նույն գլխում Պողոսը պարզ ասում է, որ լեզուների նպատակը շփոթություն ստեղծելը չէ, այլ հասկացողություն և հայտնություն բերելն է։ Գոհանում եմ իմ Աստծուց, որ ձեր ամենից ավելի լեզուներով խոսում եմ, բայց եկեղեցու մեջ ավելի կամենում եմ, որ 5 խոսք իմ մտքով խոսեմ, որ ուրիշներին էլ բան սովորեցնեմ, քան թե բյուրավոր խոսքեր լեզուներով։ Կորինթացիների առաջին թուղթ 14-18 և 19։ Ամեն ինչ շատ պարզ է։ Եթե մեկնության լեզուները գործածվում են հրապարակային ծառայության համար, դրանք պետք է մեկնվեն, որպեսզի ներկաներն օգուտ ստանան։ Հակառակ դեպքում ավելի լավ կլինի պարզապես շփվել որևէ հայտնի լեզվով։ Օր 5. Երրորդ. լեզուներ անձնական աղոթքի համար։ Որովհետև եթե ես աղոթք անեմ օտար լեզվով, իմ հոգին է աղոթք անում, բայց միտքս անպտուղ է։ Ուրեմն ինչ է, աղոթք անեմ հոգով, աղոթք անեմ մտքով էլ, սաղմոս ասեմ հոգով, սաղմոս ասեմ մտքով էլ։ Կորինթացիների առաջին թուղթ 14-14 և 15։ Առաջին 2 տեսակի լեզուները, որոնք դիտարկեցինք, հրապարակային գործածման համար են։ Դրանց նպատակն է Աստծուց որևէ ուղերձ փոխանցել մարդուն։ Նշանի համար նախատեսված լեզուների նպատակն է հասնել և ծառայել անհավատներին։ Մեկնության լեզուների նպատակն է ծառայել հավատացյալներին։ Վերոնշյալ խոսքում Պողոսը ներկայացնում է լեզուների երրորդ տեսակը՝ անձնական աղոթքի լեզուները։ Նա այլևս չի խոսում հրապարակային ծառայության մասին, այլ սովորեցնում է, որ լեզուները կարելի է գործածել անձնական նպատակներով։ Լեզուների այս տեսակը անձնական շինության և աղոթքի համար է։ Պողոսը հատկապես պնդում է, որ մենք կարող ենք աղոթել մտքով, ինչն ինձ համար նշանակում է աղոթել անգլերենով։ Մենք նույնպես կարող ենք աղոթել հոգով, ինչը նշանակում է աղոթել անծանոթ երկնային լեզվով։ Նա նույնպես պնդում է, որ մենք կարող ենք երգել, երկրպագել այս 2 ձևերով։ Կորինթացիների առաջին թղթի 14-րդ գլխի սկզբում գրված է. «Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ» (խոսք 2)։ Մենք գիտենք, որ հոգու այս դրսևորումը չի կարող վերաբերել նշան հանդիսացող լեզուներին, որովհետև Պենտեկոստեի օրը աշակերտները խոսում էին մարդկանց հետ, հռչակելով Աստծո զարմանալի գործերը օտար լեզուներով։ Պողոսը նույնպես չէր կարող նկատի ունենալ մեկնության լեզուները, որովհետև այդ պարգևը գործածելու դեպքում հավատացյալն ուղղում է իր խոսքը որևէ եկեղեցու, անհայտ երկնային լեզվով, որը մեկնության կարիք ունի։ Այստեղ Պողոսը հատկապես նկատի ունի անհատի, ով հոգով մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ։ Անձնական աղոթքի ժամանակ լեզուներով խոսելը մասնավոր շփում է Աստծո և աղոթող մարդու միջև։ Այս լեզուների նպատակը աղոթող մարդուն զորացնելն է, բայց դուք, սիրելիներ,
շինելով ձեզ ձեր ամենասուրբ հավատքով և աղոթելով Սուրբ Հոգով, մնացեք Աստծո սիրո մեջ։ Հուդայի թուղթ 20 և 21 խոսքեր English Standard թարգմանությունից։ Ուշադրություն դարձրեք, Հուդան ասում է, որ երբ աղոթում ենք Սուրբ Հոգով, լեզուներով, մենք շինություն ենք տալիս ինքներս մեզ։ Այնուամենայնիվ, երբ խոսում ենք եկեղեցու հավատացյալների հետ մեկնության լեզուներով, օգուտ կամ շինություն ենք տալիս եկեղեցուն։ Այդ մասին կարող ես կարդալ Կորինթացիների առաջին թղթի 14:5-ում։ Աստված երկուսն էլ ցանկանում է, քանի որ երկուսն էլ կարևոր են։ Շատ հավատացյալներ հարցնում են, արդյոք հնարավոր է, որ ես լցված լինեմ Սուրբ Հոգով և չաղոթեմ լեզուներով։ Այո, ես հավատում եմ, որ մարդը կարող է լցված լինել Հոգով և չաղոթել լեզուներով։ Այնուամենայնիվ կավելացնեմ, որ յուրաքանչյուր ոք, ով լցված է Սուրբ Հոգով, լեզուներով աղոթելու կարողություն ունի։ Շատ հավատացյալներ չեն գործածում այս պարգևը, որովհետև դեռևս հավատքով չեն տրվել դրան։ Աստծո յուրաքանչյուր պարգև ընդունվում և գործածվում է հավատքով։ Պատկերացրեք, որ երկու մարդ մտնում են գետը։ Նրանցից մեկը որոշում է կանգնել հոսանքի մեջ, իսկ մյուսը որոշում է տրվել գետի հոսանքին։ Եվ նա, ով կանգնած է ջրի մեջ, և նա, ով տրվում է հոսանքին, գետի մեջ են, բայց միայն վերջինն է հետևում հոսանքին։ Լեզուներով աղոթող մարդուն կարելի է նմանեցնել նրան, ով տրվել է գետի հոսանքին։ Այն հավատացյալը, ով դեռ չի աղոթում լեզուներով, նույնպես գետի մեջ է, բայց դեռ չի տրվել հոսանքին։ Եթե ցանկանում եք իմանալ ինչպես տրվել Հոգուն, մենք կքննարկենք դա հաջորդ գլխում։ Հաղորդությունը Սուրբ Հոգու հետ այն բազմաթիվ օրհնություններից մեկն է, որը հասանելի է մեզ Հիսուսի մահվան և հարության շնորհիվ։ Այնուամենայնիվ փրկվելիս ինքնաբերաբար չենք վերապրում այս հաղորդության լիարժեք չափը։ Ցավոք, շատ հավատացյալներ չեն վայելում փրկության պարգևի որոշ կողմերը։ Անչափ կարևոր է, որ ձգտենք այն ամենին, ինչ Աստված պատրաստել է մեզ համար։ Մենք պետք է բացահայտենք այն ամենը, ինչ Հիսուսը տվել է մեզ իր մահվան միջոցով։ Սա մեր քրիստոնեական ընթացքի կարևորագույն նպատակներից մեկն է։ Ինչպես արդեն ասացինք, Սուրբ Հոգին զորացնում և սպառազինում է մեզ, որպեսզի կատարենք այն առաջադրանքները, որոնք վստահվել են մեզ Աստծո թագավորության մեջ։ Եթե մենք անտեսենք այն պարգևները, որոնք Հոգին շնորհել է մեզ, չենք ունենա թե ավելի խորը մտերմություն Աստծո հետ, և թե այն զորության չափը, որի կարիքն ունենք նրան պատշաճ կերպով ծառայելու համար։ 4. Բարեխոսական լեզուներ։ Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք, ինչպես արժան է, չգիտենք, բայց ինքը Հոգին անբարբար հառաչանքով բարեխոս է լինում, և սրտերը քննողը գիտի, թե ինչ է Հոգու խորհուրդը, որովհետև Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխոսում է։ Հռոմեացիների 8:26 և 27։ Պողոսը սկսում է այս հատվածը ասելով, որ Հոգին օգնում է մեր տկարություններին։ Ինչ տկարությունների մասին է նա խոսում։ Որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք, չգիտենք, բայց ինքը Հոգին անբարբար հառաչանքով բարեխոս է լինում։ Պարզ ասած, մեր տկարությունը հետևյալն է. մենք սահմանափակ հասկացողություն ունենք այն մասին, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Այդ իսկ պատճառով կան պահեր, երբ չգիտենք, թե ինչպես աղոթել, բայց երբ վստահում ենք Հոգուն և բարեխոսում ենք Հոգով, ով գիտի ամեն ինչ, նա աղոթում է Աստծո կատարյալ կամքը մեր միջոցով։ Փուրգյու համալսարանում սովորելու ընթացքում ես Աստվածաշնչի ուսումնասիրության դասեր էի անցկացնում, որոնց մասնակցում էին համալսարանի տղաների և աղջիկների հանրակացարաններում ապրող ուսանողները։ Այդ դասերին հաճախում էր գրեթե 60 ուսանող։ Ոմանք նախկինում չէին հաճախել որևէ եկեղեցի, իսկ մյուսները տարբեր եկեղեցական հարանվանություններից էին։ Հաճախող աղջիկներից մեկը մեծացել էր մի հարանվանությունում, որտեղ հավատում էին, որ լեզուները դադարել են։ Մի երեկո, երբ սովորեցնում էի Սուրբ Հոգու մասին, նա հասկացավ, որ լեզուները կան նաև այսօր։ Աստվածաշնչի մեջ գրված է այս մասին,
Եվ հենց այդ երեկո այդ աղջիկը լցվեց Սուրբ Հոգով։ Հաջորդ օրը արթնացա հեռախոսազանգից ժամը 6:30-ին, շատ ավելի վաղ, քան ես համալսարանի ուսանողս ցանկանում էի արթնանալ։ Այդ աղջիկը, ով հաճախում էր Աստվածաշնչի ուսումնասիրության դասերին, խնդրեց հանդիպել իրեն։ Նա ապրում էր աղջիկների հանրակացարանում, որը տղաների հանրակացարանի փողոցի հակառակ կողմում էր։ Ես հազիվ վեր կացա անկողնուց, դուրս եկա շենքից և անցա փողոցը, որտեղ նա սպասում էր ինձ։ Ես կիսաքնած էի և մի փոքր վրդովված այդքան վաղ քունս ընդհատելու պատճառով, իսկ նա անչափ ոգեշնչված էր։ Ես հարցրի՝ ինչ է պատահել։ Նա ասաց. «Աստված արթնացրեց ինձ առավոտյան ժամը 5-ին, ես զգացի, որ պետք է լեզուներով աղոթեմ և պարզապես սկսեցի աղոթել։ Ես հասկացա, որ բարեխոսում էի և խնդրեցի Աստծուն ցույց տալ, թե ինչու էի այդքան ջանասիրաբար աղոթում լեզուներով։ Տերն ասաց. «Դու աղոթում և բարեխոսում ես մի տարեց մարդու կյանքի համար»։ Ես շարունակեցի աղոթել լեզուներով։ Ժամը 6-ին իմ սենյակակից աղջկան շտապ զանգահարեցին և ասացին, որ նրա պապը սրտի կաթված էր ստացել։ Նրան արագորեն հիվանդանոց էին տեղափոխել և բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը։ Այնուհետև այդ աղջիկը շարունակեց. «Սուրբ Հոգին ինձ ասաց. դու աղոթում էիր այդ մարդու համար»։ Սա բարեխոսական լեզուների գործածության կատարյալ օրինակ է։ Նա նույնիսկ գաղափար չուներ, որ այդ մարդու կյանքը վտանգված է։ Բայց Սուրբ Հոգին գիտեր այդ մասին։ Եթե նա աղոթեր միայն մտքով, ոչ մի դեպքում չէր կարողանա բարեխոսել այդ տարեց մարդու համար։ Մայրս ապրում է Ֆլորիդայում, և ես չգիտեմ, թե ինչ է կատարվում նրա կյանքում տվյալ պահին։ Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում քրոջս կյանքում, ով ապրում է Կալիֆոռնիայում։ Բայց Սուրբ Հոգին գիտի Աստծո կատարյալ կամքը նրանց համար, և նա կբարեխոսի իմ միջոցով, եթե վստահեմ նրան և համագործակցեմ նրա հետ աղոթքի մեջ։ Հոգին քննում է ամեն ինչ և գիտի ամեն ինչ։ Բացի այդ, մենք լցվում ենք խաղաղությամբ, գիտակցելով, որ թույլ ենք տալիս Սուրբ Հոգուն աղոթել մեր միջոցով։ Պարզաբանում անձնական լեզուների մասին։ Կարևոր է նշել մի բացառություն կապված երկու տեսակի անձնական լեզուների հետ։ Հոգով լցված հավատացյալները հաճախ են հավաքվում միասին լեզուներով աղոթելու համար։ Երբ հավաքույթներին ներկա են միայն Սուրբ Հոգով լցված հավատացյալները, թույլատրելի է, որ բոլորն աղոթեն հոգով։ Այնուամենայնիվ, կան այլ դեպքեր, երբ հավատացյալները չպետք է հրապարակավ գործածեն իրենց աղոթքի լեզուները։ Պողոսն ասաց հետևյալը. «Արդ եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ գա և ամենքը լեզուներով խոսեն, և տգետներ կամ անհավատներ մտնեն այնտեղ, մի՞թե չեն ասի, թե դուք գժված եք»։ Կորինթացիների առաջին թուղթ 14:23։ Այս հատվածում գրված է մարդկանց երկու խմբի մասին։ Նախ Պողոսը հիշատակում է անհավատներին։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր չեն ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Տեր, այսինքն հավատքից դուրս են։ Երկրորդ խումբը տգետներն են, անտեղյակ մարդիկ։ Այս մարդիկ հավատում են Հիսուսին, բայց նրանց չեն սովորեցրել Սուրբ Հոգու լեզուների մասին։ Երկու խմբերին պատկանող մարդիկ էլ անհարմար կզգան իրենց այնպիսի մթնոլորտում, որտեղ մարդիկ միասին աղոթում են լեզուներով։ Նրանք հեշտությամբ կարող են մտածել կամ ասել. «Դուք խելագարնե՞ր եք»։ Ցավոք, մեկ կամ երկու անգամ ականատես եմ եղել, թե ինչպես էին բազմաթիվ մարդիկ բարձրաձայն աղոթում լեզուներով կիրակնօրյա առավոտյան ծառայությունների ժամանակ։ Առաջնորդները խրախուսում էին հավատացյալներին այդպես վարվել։ Նույնիսկ ես եմ առաջնորդել մարդկանց այդպիսի աղոթքի մեջ գիտության պակասի պատճառով։ Նման ծառայություններին, ինչպես բոլոր կիրակնօրյա առավոտյան ծառայություններին, սովորաբար նորեկներ կան, որոնց մեծ մասը պատկանում է անհավատների և անտեղյակների խմբերին։ Նրանք հավանաբար մտածում են. այս մարդիկ խելագարվե՞լ են։ Ես նկատել եմ, որ այդպիսի եկեղեցիները դժվարությամբ են աճում և հասնում այն բնակավայրերին, որտեղ ապրում են։ Միգուցե պատճառն այն է, որ նրանք չեն վարվում ըստ Կորինթացիների առաջին թղթի 14:23-ում գրված իմաստության։ Համոզված եմ, եթե նրանք շարունակեն այդպես վարվել, անհավատ և անտեղյակ մարդիկ չեն վերադառնա նրանց մոտ։ Իհարկե, եկեղեցիները նաև աղոթքի ծառայություններ են անցկացնում, որտեղ ներկա են միայն հավատացյալները, օրինակ շաբաթ առավոտյան կամ երկուշաբթի երեկոյան։
Այս հավաքույթներին բոլորը թե տեղեկացված են, թե հավատացյալ են։ Այս հավաքույթների նպատակն է Տիրոջը միաբան ծառայելը կամ բարեխոսելը, այնպես որ ներկաներն ազատորեն կարող են աղոթել լեզուներով։ Պարզ ասած, Պողոսը չի ասում, որ հավատացյալները երբեք և ոչ մի տեղ չեն կարող հավաքվել և միաբան խոսել անձնական լեզուներով։ Նա պարզապես նշում է, որ երբ մեր միջև ներկա են անհավատ կամ անտեղյակ մարդիկ, պետք է պատշաճ կերպով գործածել լեզուների պարգևը։ Աստծո ցանկությունը ձեզ համար։ Ուրեմն, եղբայրներ, ջանք արեք, որ մարգարեանաք, և լեզուներով խոսելը մի արգելեք, ամեն բան թող պարկեշտությամբ և կարգով լինի։ Կորինթացիների առաջին թուղթ 14:39 և 40։ Պողոսը գիտեր, որ եկեղեցին սխալ էր գործածելու լեզուների զարմանալի պարգևը, այդ իսկ պատճառով նա հորդորում է մեզ. գործածեք ճիշտ տեսակի լեզուն ճիշտ միջավայրում և մի արգելեք լեզուներով խոսելը այն պատճառով, որ որոշ հավատացյալներ սխալ են գործածել հոգու այս արտասովոր պարգևը։ Դժբախտաբար եկեղեցին անտեղյակ է հոգու բազմաթիվ իրողություններից։ Սա ողբերգական է, որովհետև Սուրբ Հոգին նա է, ով ուղարկվել է եկեղեցին զորացնելու համար։ Աստված ընտրեց իր եկեղեցին որպես իր թագավորությունը տարածելու միջոց։ Եթե մենք չարթնանանք այն զորության համար, որը մեզ է պատկանում շնորհիվ Քրիստոսի մեջ ունեցած դիրքի, մենք նման կլինենք մի թագավորի, ով անտեսում է իր իշխանությունը։ Որքան հավատացյալներ են բաց թողնում հոգու զարմանալի պարգևներն ունենալու հնարավորությունը, որովհետև հավատում են, որ լեզուները դադարել են։ Աստված պարզորեն ցույց է տալիս իր սրտի ցանկությունը։ Ես կամենում եմ, որ դուք ամենդ լեզուներով խոսեք։ Կորինթացիների առաջին թուղթ 14:5։ Ոմանք կվիճարկեն սա ասելով, այս խոսքերը գրում է Պողոսը, ոչ թե Աստված։ Ամբողջ Սուրբ Գիրքը գրվել է Աստծո ոգեշնչմամբ, և այս խոսքը բացառություն չէ։ Այդ մասին կարող ես կարդալ Տիմոթեոսի 2-րդ թղթի 3:16-ում։ Երբեք մի մոռացեք, որ լեզուների պարգևը Սուրբ Հոգու զորացման կենսականորեն կարևոր գործոններից մեկն է, ինչպես և Աստծո հետ մտերմորեն շփվելու հիասքանչ կողմերից մեկը։ Այնպես որ ես ցանկանում եմ ձեզ նույնը, ինչ ցանկանում էր Պողոսը։ Ես աղոթում եմ, որ ընդունեք այս հիասքանչ պարգևը, որ ամեն օր աճեք հոգու զորությամբ և ավելի շատ վերապրեք նրա ներկայությունը։